Շատ ուրախ եմ, որ ադրբեջանական բանտում ապօրինի պահվող մեր 4 գերիները, որոնք քաղաքացիական անմեղ մարդիկ են, ազատ են արձակվել։ Հայաստանի իշխանությունը, սակայն, դրա դիմաց արտահանձնեց 2 պատերազմական հանցագործի՝ սիրիացի ահաբեկիչների, փաստացի հավասարեցնելով նրանց մեր անմեղ մարդկանց հետ։ Սա կրկին ապացուցում է, որ այս իշխանությունը, եթե անգամ ինչ-որ լավ բան է անում, ապա միևնույն է ձախողում է։ Այդ սիրիացի վարձկան ահաբեկիչները, որոնցով իրականացվեց փոխանակումը, պետք է օգտագործվեին շատ ավելի մեծ արդյունքի հասնելու համար։ Նրանք ընդամենը մի քանի տարի առաջ գումարի դիմաց կտրում էին մեր գլուխներն ու կատարում ամենադաժան հանցագործությունները։ Այս իշխանությունը այդ նույն կերպ վարվեց ադրբեջանական հանցագործներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի հանձնման հետ։ Այս երկուսը իրենց եւս մեկ ընկերոջ հետ 2014 թվականին Քարվաճառում առևանգել էին եւ էթնիկ ատելության հողի վրա սպանել էին երեխայի։ Այնուհետև նրանցից մեկը սպանել էր զինվորականի ու հետո վիրավորել էր քաղաքացիական անձի կնոջ։ Եթե այս իշխանությունները կարող լինեին, ապա այդ ահաբեկիչների վերաբերյալ դատավարությունները պետք է լինեին տևական, հասկանալի լինեին մեր հանրության համար, միջազգային հանրության համար։ Այդ դատավարությունների ընթացքում պետք է բացահայտվեին թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հատուկ ծառայությունների, հետախուզական ծառայությունների շրջանակները։ Պետք է բացահայտվեր նրանց ներգրավվածությունը այս ահաբեկիչների, մյուս վարձկանների տեղափոխման ու տրաֆիկինգի հարցերում։ Այդ ժամանակ նոր մենք կկարողանայինք ստեղծել հիմքեր, որպեսզի ամուր բանակցություններ տանենք ու հասնենք մեր մյուս բոլոր պատանդների ու գերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն սահմանափակվեինք մեր 4 անմեղ մարդկանց հետ, նրանց հավասարի նշան դնելով պատերազմական հանցագործների հետ։